Երեխան յուրաքանչյուր հասարակության ապագան է, սակայն այդ ապագան վառ չի կարող լինել, եթե մենք այսօր չենք ստեղծում հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական առիթն է խոսելու ոչ միայն երեխաների, այլև նրանց իրավունքների պաշտպանության, ներառականության, խնամքի ու պարզապես մարդկային վերաբերմունքի մասին։ Ես կարծում եմ, որ երեխաների տոն, օր, նրանց մասին հիշելու, նրանց մասին հոգ տանելու, նրանց սիրելու, գրկելու, արժևորելու, իրենց կյանքի որակը լավացնելու համար ամեն օր պիտի լինի նորմալ հասարակությունում, նորմալ ընտանիքում, նորմալ հարաբերություններում։ Ուստի հունիսի 1-ը ավելի շատ իրավունքների պաշտպանության մասին խոսելու օր է։ Մեր երկրում մի քիչ դա ավելի տենց տոնական բանի է վերածվում, շատ զավեշտալի է, որ օրինակ զուգահեռ անցկացնեմ հոկտեմբերի 3-ը կամ 6-ը ըստ շաբաթվա օրերի ամեն տարի նշվում է մանկական ուղեղային կաթվածի մասին խոսելու էլի օրը։ Ոնց որ Awareness Day կոչվում է։ Բայց այդ օրը էլի շատերը իրար շնորհավորում են, անգամ մեր ծնողներից էլի, մարդիկ ովքեր որ օրինակ այդ թեմայի մեջ են, այսինքն չպիտի որ ուզում եմ ասեմ, մեր մոտ ամեն ինչը տենց բան է, էլի մի քիչ ծուր հայելիների աշխարհ է։ Մեր զրուցակիցը Հայ մայրեր հասարակական կազմակերպության ղեկավարը իր անձնական ճանապարհն ու փորձը վերածել է նվիրումի երեխաների կողքին լինելու համար։ Նրա աչքերով կփորձենք տեսնել այն իրականությունը, որի մասին շատերը չգիտեն կամ չպետք է լռեն։ Ամենակարևորը ըստ իս դա համակարգի բացակայությունն է, ամենամեծ խնդիրը։ Վերևից է խնդիրը գալիս։ Հասկանում եք, քաղաքական կամք է պետք այս ոլորտը ճիշտ գծի վրա դնելու համար։ Ի սկզբանե ճիշտ չի եղել։ Պետք է սկսի ներառական կրթությունը մանկապարտեզից։ Սա ամենապրիմիտիվ բանն է, որը մենք չենք արել։ Այսինքն արդեն բաց ենք թողել այդ կարևորագույն հիմքը ճիշտ չենք դրել։ Դրա համար մեր շենքը անընդհատ տանվում է։ Անընդհատ ինչ որ տարբեր պատշգամբներ պոկվում ընկնում են այդ շենքից, որովհետև ի սկզբանե ճիշտ չի դրվել։ Դա շատ դժվար է։ Եվ դրա համար էլ տարբեր տեղեր այո մենք ունենք հաջողության պատմություններ, բայց դրանք նեղ անձնային հաջողություններ են, հաղթանակներ են։ Ներառական կրթությունը չի վերաբերում միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, այն խոսում է հասարակության տեսլականի մասին, թե արդյոք մենք պատրաստ ենք ընդունել բազմազանությունը առանց խարանելու կամ առանց մերժելու։ Հայաստանում ներառականության ճանապարհը հեշտ չի եղել, դժվարությունները շատ են, ենթակառուցվածքներից մինչև մտածողություն, բայց ամեն քայլ, որն արվում է դեպի բոլոր երեխաների ներառումը, դպրոցում, խաղահրապարակում կամ պարզապես կյանքում, շարժում է մեզ դեպի ավելի արդար ու մարդակենտրոն հասարակություն։ Երբ որ համակարգը աշխատում է, այդ դեպքում մենք լինում են քիչ խնդիրներ ամեն տեղ կան, բոլոր երկրներում, բոլոր համակարգերում, որոնց հետևից համակարգը գնում է եւ այդ խնդիրները լուծում է։ Հանրության հետ միասին, հանրության բարձրացրած խնդիրների հետ միասին։ Բայց դա բացարձակապես դեռ Հայաստանի մասին չի։ Այդ մակարդակը ներառական հասարակության մեծ ցավոք դեռ չի սպառնում։ Ներառական կրթությունը նշանակում է տեսնել երեխայի հնարավորությունները, ոչ թե սահմանափակումները, տալու հնարավորություն սովորելու, զարգանալու, սիրելու ու սիրվելու, անկախ նրանից, թե նա ով է կամ ինչով է տարբերվում։ Երբ դպրոցը բաց է բոլորի առաջ, ապագան էլ փակ դռներ չի ունենում։ Իմ երազած Հայաստանում ես դրա մասին բազմիցս խոսել եմ, ամենակարևոր դերակատարները եւ հասարակության սերուցքն ու էլիտան կլինեն ուսուցիչներն ու բժիշկները։ Զինվորականներից հետո։ Հայաստանի դեպքում եմ ասում։ Եթե մենք լինեինք Շվեյցարիան, պետք չէր լինի դա։ Եթե մենք ուսուցչին ու բժշկին տանք բացարձակ արտոնություններ, բարձր աշխատավարձեր, մի քանի տարի հետո մենք կունենանք մեր երազած Հայաստանը բոլոր ասպեկտներով։ Այսօր դա ցավոք այդպես չի։ Դիանա Կարապետյան, Գևորգ Սիանոսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։